Թրամփը վերջին մեկ շաբաթում երկրորդ անգամ է Պուտինին կոչ անում դադարեցնել կրակն Ուկրաինայում, բայց ռուս-ուկրաինական հրանոթները գոնե 3 օրով լռեցնելու առիթ է դառնում երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Մայիսի 8-ից 11-ը Ռուսաստանը հրադադար կհայտարարի։ Պուտինը նաև Կիևին է կոչ արել միանալ այս նախաձեռնությանը, նաև զգուշացրել է Ուկրաինայի ցանկացած խախտման դեպքում կվերսկսվի ռազմական գործողությունները։ Տեղի ունենում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանավորվածության հասնելու գործընթաց եւ այդ գործընթացում տակտիկական շարժեր, ինչպիսին օրինակ հենց նույն հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունները, նաեւ Թրամփի առանձին հայտարարություններ, այսինքն այդ հայտարարությունները իհարկե ունեն տակտիկական նշանակություն այդ ավելի մեծ գործընթացի համատեքստում։ Խաղաղության հնարավոր համաձայնագրի շուրջ միջազգային ճնշումը նույնպես մեծանում է։ Միացյալ Նահանգների նախագահը ասել է, Զելենսկին պատրաստ է զիջել Ղրիմը։ Հարցը քննարկել են Վատիկանում կարճ բանակցության ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ եթե առաջիկա օրերին խաղաղության պայմանագիր չկնքվի, ապա ինքը դուրս կգա ընթացիկ բանակցային գործընթացից։